Դարեր շարունակ աշխարհի ցանկացած կետում հայտնված ադամանդն ուներ միայն մեկ ծագում՝ Հնդկաստան։ Մինչ 18-րդ դարը հենց այս երկիրն էր ադամանդի միակ մատակարարն աշխարհում։ Ադամանդն առաջին անգամ հայտնաբերվել էր Քրիշնա գետի հունում, որտեղ տեղացիները պարզապես գտնում էին անսովոր փայլով աչքի ընկնող այս խճաքարերը։ Բայց այն ժամանակ դրանք ամենևին էլ նախատեսված չէին զարդերի համար։ Քանի որ ադամանդը բնության մեջ հայտնի ամենակարծր նյութն է, հին հնդիկներն այն օգտագործում էին որպես արդյունաբերական գործիք մետաղների վրա փորագրություններ անելու և այլ թանկարժեք քարեր մշակելու համար։ Սակայն ադամանդները պարզապես աշխատանքային գործիք չէին։ Դրանք համարվում էին հզորագույն թալիսմաններ։ Հին ավանդույթների համաձայն ադամանդն ընդունակ էր պաշտպանել տիրոջը կայծակից ու բնության այլ արհավիրքներից։ Հնդիկները նաև հավատում էին, որ այս քարի բյուրեղյա մաքրությունը կարող է հետ մղել չար աչքը և պաշտպանել մարդու հոգին անեծքներից։ Դարեր շարունակ այս թանկարժեք քարերը ճանապարհորդել են Մետաքսի ճանապարհով, հայտնվելով եվրոպական միապետների թագերում և պարսից շահերի գանձարաններում։ Հնդկաստանի տնտեսական մենաշնորհն այնքան բացարձակ էր, որ աշխարհի ամենահայտնի ու խորհրդավոր ադամանդները, ինչպիսիք են հույսի ադամանդը կամ անգլերեն Hope Diamond և լեգենդար Կոհինորը, ունեն ճիշտ նույն ծննդավայրը։ Այս բացարձակ մենաշնորհն ավարտվեց միայն 18-րդ դարում, երբ Բրազիլիայում նույնպես ադամանդների հարուստ հանքեր հայտնաբերվեցին։ Ինչ եք կարծում, արդյոք այս քարերն իրականում ունեն պաշտպանիչ ուժ, թե դա պարզապես հին լեգենդ է։ Գրեք ձեր տեսակետները մեկնաբանություններում։